խոսում եք, որ միջև ընտրություններ պետք է ներկայացվեր, հետո ժամկետների փաստորեն փոփոխություն եղավ եւ տարբեր մեկնաբանություններ եղավ, որ այդ կերպ նաեւ փաստորեն խուսափել եք, որովհետեւ կարող է ժողովրդի զայրույթ առաջացնել, օգուտ չլինի ԿՊ-ին եւ դա է պատճառը։ Երեք քննարկել ենք սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը եւ կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո ինչու եմ այսպես ասում, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, եւս 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։ Բայց մենք ձեր հարցի հետ կապված, որը վերաբերում է ինչու չեք հրապարակել նախկինում, ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ, որ տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել ուղղակի դիտարկումներ ներկայացնել, եւ սա միանձնյա որոշում չէ հրապարակել կամ չհրապարակելը։ Որոշել ենք չհրապարակել, չենք հրապարակել, կորոշենք հրապարակել, կհրապարակենք, սա է իմ պատասխանը։ Գալյան իմ հարցը էլի 61 մանդատ ունենալու դեպքում փաստորեն իշխանությունը չի կարողանալու սահմանադրական փոփոխություններ իրականացնել եւ հանրակրվեի դնել սահմանադրական փոփոխությունները, ինչպես է այդ դեպքում սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու։ Իսկ հիմա քանի մանդատ ունի իշխանությունը։ Եթե հարցը այն է խորհրդանի մասին է խոսքը, որ առանց ընդդիմության աջակցության դա հնարավոր չի լինի։ Իրավիճակ է փոխվել այդ առումով, ես ձեզ կասեմ, որ իրավիճակ չի փոխվել, որովհետև այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ինչու այդ հարցը նախկինում չի ծագել։ Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է սահմանադրությունը փոփոխելը եւ դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք եւ պատրաստ ենք եղել ի կատար ածել։ Նոր սահմանադրության տեքստը հրապարակել է եւ հանրության հետ քննարկելը մեր քաղաքական հանձնառության մի մասն է։ Թե ինչ կլինի դրանից հետո ժամանակը ցույց կտա։ Նիկոլ Փաշինյանը ասում է, ինչ մի վարքյան էլ այս հարցի հետ կապված, որ եթե ԿՊ-ն չունենա սահմանադրական մեծամասնություն, պատերազմ կլինի սեպտեմբերին, հիմա ԿՊ-ն չունի մեծամասնություն սահմանադրական, դա ենթադրում է, որ մենք պիտի պատրաստվենք պատերազմի։ Եվ հիմա ամեն ինչ անում ենք, որ այդպես չլինի։ Այսինքն ինչ եք անելու, եթե ձայների հաշվարկի օգուտ ԿՊ-ի չի։ Ինչ առումով սահմանադրական մեծամասնություն տեսնենք։ Դե ես ձեզ նույն բանն եմ ասում եմ, որ հիմա էլ չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց ձեր հարցի պատասխանը ժամանակն է։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի։ Մենք մեր աշխատանքը կկատարենք, հանրային պահանջի մեծությունը կչափեն նաև մեր գործընկերները, որոնք այսօր մտածում են ընդդիմադիր գործընկերների նկատի ունեմ ապագայում, եթե կորոշեն վերցնել մանդատը, կչափեն նաև հանրային պահանջը իրենք եւ կկայացնեն կամ մենք բոլորս կկայացնենք համապատասխան որոշում։